Բարև ձեզ սիրելի իմ հետևորդներ, մենք էլի նորից անցնում ենք մեր անփուշ մոշերին և նրա աշխատանքներին, ուզում եմ ձեզ ցույց տամ այս սեզոնի, այս ամսվա համարյա մայիսն ավարտվում է, մայիս ամսվա աշխատանքները, որը որ օգտակար պրոցեսներ են, շատ են պետք, նայեք հիմա ինչ եմ արել ես, խոտը որ ծածկել էի խոտով, որ հողը խոնավ մնա, փափուկ մնա, խոտը բացում եք ու թեթև, ասենք գործիքով ինչ-որ հարմար գործիք ձեր համար կլինի, հողը խրաստում, փափկաստում եք այս սենց ու բոլոր տակերը սենց շարունակական անում եք, ընդեղից ես արդեն ինչ եմ արել, ընթացքում կանեմ, ես պրոստը ուզում եմ ձեզ ցույց տամ, որ դուք կարողանաք անեք, որովհետև շատ կարևոր է հիմա հողը փափուկ լինելը, որ իրանք կարողանան իրանց հասանելի թթվածինը շնչեն, որովհետև հիմա այն ժամանակն է, որ իրանց թթվածին է պետք, որովհետև եղանակը արդեն շատ է տաքանում, իսկ ջերմաստիճանը բերում է նրան, որ պետք են իրանց թթվածին։ Իմ հարգելի հետևորդներ, ես նաև ուզում եմ ձեզ ցույց տամ, նաև մեր ճիշտ ասած մոռացա ցույց տալ, հիմա նորից ես միացել եմ, որ նորից ցույց տամ ձեզ, նայեք ինչ ձևով են նոր ճղներ աճում մեր մոտ, տեսնում եք, տեսեք են պրովուդի հնարքը ես բոլորի վրա օգտագործում եմ, տեսեք ինչ ձև են արագ աճում մեր մոտ նոր ճղները, այս հերթով ուզում եմ ձեզ ցույց տամ, նայեք, սրանք նոր են աճում, դեռ փոքր են, խոտի տակ էին իրանք, դրա համար սենց մի քիչ լավ չեն ձևավորվել, բայց կձևավորվեն ընթացքում իրանք, նայեք սա, ցույց տամ սա ինչ մեծ ու ինչ չափի է արդեն, տեսնում եք, դրա համար իրանց պետք են պարտադիր սնուցումները, ես հիմա նաև պատրաստելու եմ սնուցում տալ իրանց, իհարկե սնուցումները մեր բնական մաքուր պարարտանյութերով են, ոչ մի արհեստական հիմունքներ չենք օգտագործում, նայեք, այստեղ մեկ էլ ցույց տամ ձեզ, տեսնում եք, իհարկե ես տեղ դեռ չեմ հասել, դեռ չեմ մաքրել, որովհետև այդ ամբողջ խոտերը տեսնում եք այնտեղ ինչ ձև արդեն մաքրած, իսկ ստեղ հələ լիքը խոտ ու չի լինում աշխատել, պետքա մաքրել, որ ամբողջը ազատ լինի, տեսնում եք, նայեք ինչ մեծ նոր ճղներ ունենք արդեն, նույնն էլ այս մյուսն է, տեսնում եք, պրովուդի հնարքը բոլորի վրա կա, ես ճիշտն ասեմ, մոռացել էի ցույց տալ ձեզ, դրա համար նորից միացրեցի, որ դուք ինքներդ տեսնեք, ինչ արագությամբ են իրանք զարգանում, դրա համար պարտադիր իրանց սնուցումները պետք են, որովհետև արդեն ինչքան մեծանում են ճղների երկարությունը, այնքան իրանք սնուցում են պահանջում, մենք շուտով մի քանի օրից երևի արդեն մեր մոտ բոլորը կծաղկեն, որովհետև արդեն տեսնում եմ ես, տեսեք արդեն կա, չգիտեմ, երևում է ձեզ, թե ոչ, մեկ վայրկյան, սենց ցույց տամ,
այս բոլորը ինչքան տեսնում ենք այս գլուխները, այդ բոլոր գլուխները շուտով կծաղկեն արդեն։ Վերևում դեռ չկան, բայց հիմնական ներքևում կան արդեն։ Տեղեր կան փոքր են, տեղեր կան մեծ են, տեղեր կան արդեն իրանք պատրաստ են։ 1-2 օր ինչ թվում է, արդեն կծաղկեն։ Իհարկե ես նորից կնկարահանեմ ու ցույց կտամ բոլորին, որ բոլորը տեսնեք։ Օրինակ, տեսնում եք սա։ Սա արդեն պատրաստ է, 1-2 օր մաքսիմում կբացվի ինքը արդեն։ Այսքանով վերջ, իմ հարգելի հետևորդներ, կտեսնվենք։ Ստեսություն։